14 անշարժ գույք ու 2 միլիարդ 653 միլիոն դրամ է դատախազությունը պահանջում նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից ու նրան փոխկապակցված անձանցից։ Գույքերը մեծամասամբ գտնվում են կենտրոն վարչական շրջանում, Հյուսիսային Պողոտայում, Տերյան 66 հասցեում, ինչպես նաև Կոտայքի մարզում ունենք գույքեր։ 14 անշարժ գույքից այս պահին հայտնի է 9-ի շուկայական արժեքը մոտ 5 միլիարդ 25 միլիոն դրամ։ Ընդ որում այս գույքերն անցնում են նաև Գևորգյանին մեղսագրվող 5 միլիարդի փողերի լվացման գործով։ Պահանջվում է նաև տրանսպորտային միջոց, որոնց ապօրինի մասը կազմում է 39 միլիոն 932 303 դրամ։ Մամուլը դեռևս 2016-ին գրել էր, որ Գևորգյանի կինը Թամարա Գևորգյանը 2008 թվականին Պրահայում գրանցել է Օվտոմա ընկերությունը։ Դատախազության պահանջի մեջ ներառված է նաև այս ընկերության մասնակցության բռնագանձումը։ Պահանջվում է փոխառության գումարի պահանջի իրավունք, դա կազմում է մոտավորապես 1 միլիարդ 131 միլիոն 319 հազար 97 դրամ։ Բացի այդ, պահանջվում է ոչ միայն Արմեն Գևորգյանից, այլ նաև վերջինս փոխկապակցված անձանցից արժեթղթերի վերջինս պատկանող արժեթղթերի ապօրինի մասերը։ Հաշվի առնելով, որ Գևորգյանը պաշտոն է զբաղեցրել 1997 թվականից, իրավասու մարմինը ուսումնասիրությամբ հետ է գնացել հենց մինչև այդ թվականը։ Առաջին ենթադրյալ ապօրինի գույքը ըստ դատախազի Գևորգյանը ձեռք է բերել 2004-ին։ Իրավասու մարմնի ուսումնասիրության արդյունքներով 2022 թվականին Արմեն Գևորգյանին պատկանող օրինական եկամուտը կազմել է 443 միլիոն 310 հազար 150 դրամ, իսկ ապօրինի եկամուտի մնացորդը կազմել է 1 միլիարդ 112 միլիոն 918 հազար 124 դրամ։ Դատախազությունը ծանոթել է Գևորգյանին ու նրան փոխկապակցված անձանց ներկանալու եւ վարույթի նյութերին ծանոթանալու դիրքորոշում ներկայացնելու համար։ Սակայն վերջիններս ըստ դատախազի չեն ներկայացել։ Նախկին փոխվարչապետի գույքի ու դրամական միջոցների վրա կալանք է դրված գործն այժմ դատարանում է։ Գևորգյանը բացի այս քաղաքացիական գործից անցնում է նաեւ քրեական գործերով։ Մեղադրվում մոտ 5 միլիարդ դրամի փողերի լվացման, Սիլվա Համբարձումյանից $1 միլիոն կաշառք ստանալու համար։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։